Художник и воин Камо Мамунц считал божественным даром красоту этого мира и родину. Он погиб, до последнего мгновения оставаясь верным своему долгу перед Родиной, красотой и Богом. Կամո Մամունցը այն հայու տեսակներից է, որը մի ձեռքին ուներ վրձին, որպես մշակույթի գործիչ, մյուս ձեռքին ուներ զենք, իսկ մեջքին հետաքրքիր է պայուսակում հատուկ պատրաստված, կապած էր Աստվածաշունչ։ Ներքին իրան աշխարհը ուրիշ է։ Շատ քչն է, որ կարող հասկանային Կամոյին։ Հասարակ զինվոր չի եղել ինքը որտեղ եղել է, որովությամբ եղել է, ինքը միշտ եղել է որպես առաջնորդ, որպես ղեկավար, որպես հրամանատար։ Կավագործությամբ էր զբաղվում, բանաստեղծություններ էր գրում, ձեռնադրվելով որպես դպիր եկեղեցու պատարակներին էր մասնակցում։ Կամո Մամունց, տաղանդավոր դրոշմահատ, կավագործ եւ պոետ։ Մարդ, որի մտադրությունները մաքուր էին ու հրաշալի։ Մարտնչելով հայրենի հողի համար, նա հասկանում էր, որ արարում է իր գլխավոր ստեղծագործությունը՝ ազատ մայր Հայաստանի հետ անկախտելիորեն կապված Արցախը։ Մարտական ոգի է ունեցել, որ նաև ոչ միայն իմ ենթակաները կամ իր ենթակաները, նաև կողքի ստորաբաժանումների ենթակաները, երբ որ տեսնում են կամոնես ուղղությամբ կանգնած, ասինքն իրենց վստահ էին զգում, հուսալի էին զգում, որտեղ գիտե որ կամոն դիք հազնող տղա չի, կարող էր մնալ մեր հայ իրականության մեջ որպես շատ լավ արվեստաբան, բայց պատերազմը փոխեց իր ճակատագիրը եւ կամոն նվիրվեց այս շարժմանը։ Վտանգի պահին պետք է առաջնահերթային համարեն հենց հայրենիքի պաշտպանությունը, ազգի գոյության պայքարը։ Կամոն գաղափարի զինվոր է եղել, գաղափարի զինվոր։ Կարծես որոշել էր, որ պետք է ինքը կռվի հայրենիքի համար եւ պետք է զոհվի հայրենիքի համար։ Камо обожал свой родной Мартакерт. Отсюда для него начиналась земля армянская. В своих творениях он воспевал красоту Родины и свято верил, что придет час, когда исполнится воля Божья, и Карабах станет свободным. Հայրը մայրը իրեն դաստիարակել են, հայրնասեր, ընկերասեր եւ ինքը իր շրջապատում նույնը սերմանել է։ Շատ զբաղվում էր ինքնակրթությամբ, բավականին զարգացած ազնվորություններ, շատ լավ գիտեր հայոց պատմությունը, շատ լավ գիտեր հայոց գրականությունը, օրվա զգալի մասը անցերկացնում ինքնակրթությամբ։ Կամո Մամունցը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 22-ին Մարտակերտում։ Նա սովորական Ղարաբաղցի աշխատավորներ Էդիկ եւ Ռաիսա Մամունցների ընտանիքի 5 երեխաներից ավագն էր։ Մանկուց առանձնանում էր հայրենի հողի, նրա պատմության հանդեպ անպարագիծ սիրով եւ դեպի արվեստը ձգտումով։ Կարողանում էր փորագրել, նկարել, կարողանում էր բանաստեղծություններ գրել, կարողանում էր ասմունքել։ После школы Камо уехал учиться в Ереван, в художественное училище имени Терлемезяна. Его талант художника нашел выражение в графике и чеканке. Камо хотел жить только в родном краю. И, окончив училище, он вернулся в Мартакерт. Աշխատել է սովխոզի մշակույթի տանը, աշխատել է Ղարմեքս կոմբինատում։ Բանակում ծառայելուց հետո Կամոն սկսեց աշխատել Մարտակերտի Կոմկուսի 22-րդ համագումարի անվան սովխոզի մշակույթի տանը։ Նա ձգտում էր շրջապատի մարդկանց մեջ աշխուժացնել հայ լինելու գիտակցությունը, սովորեցնում էր ու քարոզում հայկական արվեստն ու ավանդույթները եւ ստեղծագործում։ Զբաղվում էր կավագործությամբ, Կարող էր փայտի վրա աշխատել, որպես հյուսն, նաև չեկանշիկ էր շատ լավ։ Հասարակ ինքը գիրքը կարող էր նենց Ադյանի մեջ դնել, որ այդ գիրքը հանկարժեք մի հատ իր էր դառնում, էլի։ Նույնիսկ աշակերտներ ուներ, ցանկացողներ կային, սովորում էին տանը, սովորացնում էր։ А еще Камо поверил в Бога. И всей своей душой он стремился донести до людей свет верой. Մինչև 92 թիվը կիրակնոյա դասթասներին ինքը դասավանդում էր դպրոցում Աստվածաշունչ։ Կամոն երազում էր Արցախի ազատագրման մասին, բայց իմանալով իր ժողովրդի դառը պատմությունը, հասկանում էր, որ առանց պայքարի դա անհնար է։ Նրա իդեալը ոչ միայն մեծ նկարիչներն ու գրողներն էին, այլև ազատության մարտիկները։ Հենց այդ պատճառով իր որդիներին լեգենդար ֆիդայիների անուններով կնքեց՝ Անդրանիկ, Սերոբ, Գևորգ։ Ինքը նպատակ ուներ, որպեսզի բոլոր 7 ֆիդայիների անունները կրեն իրան երեխաները,
բայց ցավոք սրտի իր նպատակները չիրականացավ։ Իր ընտանիքը ինքը դաստիարակել էր այնպես, որ իր պատերազմը, իր սկսած գործունեությունը, նաև պետք է շարունակի նաև իր տղաները։ Камо присоединился к подпольной группе Вигена Шириняна. Вместе с другими юношами он включился в деятельность по подготовке национально-освободительной борьбы. Մասնակցում են բոլոր հավաքներին 5 ընկերները, որոնք որ շարժման ընթացքում կարողանում են հավաքվել ու ծրագրեր ներկայացնել, որպեսզի ինչ ծրագրով առաջնորդվեն, ինչպես շարժվեին, ինչ կազմակերպեին։ Ընդհատակի տղաները հավաքում են Կամոյից տունը, քանի որ իրանց տունը սեփական էր եւ տենց աշկի ցերու էր այդ ժամանակ, այսպես կոչված հատուկ ծառայություններից։ Ասում են տենց պոեզիայի երեկո, տենց առաջի անգամ հրաշքների կանչ գիրքը Կամոյից տունն ենք սկսել կարդալ, կամ ինքը սկսում էր մեծ գրականությունով ապահովել։ 88 թվականը արթնացրեց Արցախը։ Կամոյի համար դա նշանակում էր մի բան՝ եկել է ժամը ազատագրության։ Ինչպես եւ շատերը, նա էլ հասկանում էր, որ ազատության համար պետք է պայքարել զենքը ձեռքին։ Միացման համար ցույցը, որ Չերչկոմի առաջ կատարվեց, հոգևոր երգերով, բանաստեղծություններով Սևակից, Շիրազից, հայրենասերական ոգով, մշակութային ցույց էր մեր արժեքների համար, որ սա այս պայքարը մեր ինքնության համար է, մեր մշակութային արժեքների, ազգային հոգևոր արժեքների համար է։ Երբ որ արդեն ռազմական գործողությունները սկսվեց, առաջիններից էր, որ զենք վերցրեց։ Ասեմ, որ առաջին անգամ ինքնաշեն նռնակը իրանց տունն է սարքվել մեր Մարտակերտում։ Камо был связным при Мордокерском штабе сил самообороны. Он успевал побывать во многих отрядах, участвовал в операциях по защите армянских сел. Առաջիններից մեկն էր, որ շարժմանը կամավորագրվեց, առաջիններից մեկն էր, որ ինքնապաշտպանական գործին կամավորագրվեց։ Մասնակցում էր բոլոր կռիվներին։ Միշտ երբ իրան հարցնում ենք, թե որտեղ ես եղել, ասում է ես անհայտ զինվոր եմ, ես չեմ կռվում որպես անունով, այլ ես կռվում եմ որպես անհայտ զինվոր։ Չեր սահմանափակում կապավորի ծառայություններով, շատ հաճախ տեսնում ենք, որ Կամոն զենք զինամթերք վերցրեց ու հասավ այս ջոկատին, այն ջոկատին։ Կամոն օծշտաբի ուղակի ենթակա սկսեց նաև Մարտակերտի շրջանային քաղաքապաշտպանության խնդիրներով զբաղվել։ Կամոյին արդեն ամենուրեք գիտեին, ոչ միայն որպես ստեղծագործողի եւ ուսուցչի, այլև որպես խիզախ եւ հմուտ մարտիկի։ Մարտիկ, որը ոչ միայն ինքն էր անվախ մարտնչում, այլև կարողանում էր համոզել հայրենակիցներին չփախչել հայրենի հողից, այլ պայքարել։ Հայրենասիրական քարոզությունը եւ հոգեոր քարոզությունը կարողանում էր համատեղելով, կարողանում էր մարդկանց համազել եւ շատ մարդու բերել այդ քրիստոնեական համայնք կամ տանել որից է ջոկատ։ Չեր վախենում մահից, ասում էր մահից վախենողը ոչ մի անգամ չի կարա կռվի։ Մի վախեցիք, որ պիտի մահանաք։ Կռվը մահանալով եք հայրենիքի համար, ազատագրում եք հայրենիքը, ձեր տուն տեղը, ձեր պապական հողերն եք ազատագրում։ Камо умел говорить просто, но его устами словно говорил сам Бог. Своей проникновенностью он мог заразить любого. Камо служил псаломщиком на службах в церкви, и не случайно многие называли его братом Камо. Ամեն Կիրակի պատարակներին մասնակցում էր որպես դպիր սարկավակ, օգնում էր քահանաներին, որպեսզի տարողությունները մեր ժողովրդին սպասարկեին։ Աստծո խոսքը եւ Աստվածաշունչը միշտ իր հետ էր, թե ազատ պահերին ինքը բացում էր ու մեր կետը վերցնում ու դրա ուսումնասիրում ու բացատրում կողքի նստածներին, թե ինչ է արտահայտում այդ միտքը։ Քրիստոնեական գաղափարների տարածման նույնպես առաքելական եղբայրակցության անդամ էր, քարոզում էր մարդկանց քրիստոնեությանը։ В перерывах между боями Камо продолжал творить и учить детей. Он воспитывал в детях стремление к прекрасному и патриотизм, чтобы они росли настоящими защитниками Родины. Շատ մարդկանց ուսուցիչ էր ինքը, Շատ նուրբ հոգի ունեցող մարդ, որը կարողանում էր երեխաների հետ աշխատել, կազմակերպում էր մանուկների համար եկեղեցու ծիրում, կար Կիրակնորյա դպրոցներ եւ ուսուցանվում էր հայ եկեղեցու դավանանքը, նրա պատմությունը եւ
կազմակերպում էր մանկական թատրոններ եւ բեմադրությունը եւ սյուժեն ինքն էր կազմում։ Կարող էր նստած լինել մի փոքր թուղթ թեկուզ անձեռոցիկ վերցներ ու էսքիզներ նկարեր, ասենք այդ պահին ինքը ինչ մտածում էր, դրանք նկարներ ու ասացնչում շատ էսքիզներ կար այդ պատերազմի տարիներին իր ասենք փոքր ասենք այդ տարիներն էր նկարել, եթե երևի ինչ որ ժամանակ ազատ են եղել, ինքը արդեն օգտագործել էր իր մտահղացումը այդ էսքիզների վրա։ Չկա հաղթանակի ճանապարհ առանց փորձությունների։ 92 թվականին Ադրբեջանը ամբողջ հզորությամբ հարձակվեց փոքրիկ ապստամբած Ղարաբաղի вրա։ Հունիսին ընկավ Շահումյանը, իսկ հետո ադրբեջանական հորդաները ներխուժեցին Մարտակերտի շրջան։ Под натиском огромного числа врагов вместе с последними армянскими бойцами из Мардакерта отступил и Камо. Но уходя, они поклялись, что обязательно вернутся, что Мардакерт останется армянской землей. Երբ որ մենք արդեն Մարտակերտից դուրս եկանք եւ ուղղակի անհնարին էր այդ ճնշմանը դիմանալ, մենք միասին ուխտ ենք արել, որ միասին հետ պիտի դառնանք Մարտակերտ։ Ես չեմ նկատել, որ մի անգամ ինչ-որ դուխը կորցին ասա, գիտեք, Մարտակերտը հանձնել ենք կամ կգնանք, ինքը միշտ էլ մտածում էր, որ մենք վերցնելու ենք, ազատագրելու ենք մեր հայրենիքը, մենք պիտի ազատագրենք ու ազատագրելու ենք։ Կամոն մտավ Վլադիմիրի հայտնի ջոկատ։ Ղարաբաղյան բանակին հաջողվեց կանգնեցնել թշնամուն, իսկ հետո նաև հետ շպրտել։ Սկսվեց պատերազմի ամենալարված փուլը, եւ այդ մարտերում արիաբար մարտնչում էր Կամոն։ Մամուց Կամոին ես ճանաչել եմ որպես Վլադիմիրի անվան ջոկատի ամենախիզախ մարտիկներից մեկը, Եթե արդեն մարդ Վլադիմիր Բալայանի ջոկատում էր, ավելորդ ասել նրա սխրանքների մասին, նրա քաջությունների մասին, որտեղ այնտեղ չէր կարող զինվորականը չլինել քաջ կամ լինել пассив։ Մի կարճ ժամանակ ինքը նաև հրամանատարն էր այդպես ջոկատում։ Առանձնահատուկ երևում իր գործողությունը, իր պահելաձևով, իր կրվելով։ Արդեն 92-ի վերջ 3-ին երբ որ սկսել ենք արդեն, ինքը բոլոր օպերացիաներին մասնակցել է, չի եղել մի օպերացիա, որ ինքը մասնակցած չլինի։ Եվ որտեղ որ ինքը մասնակցել է, ինքը միշտ եղել է այդ ուղղությամբ լիդեր է եղել, առաջնորդ է եղել։ Камо очень ценили и уважали, как воина и как командира. Он был бесстрашен в бою, умел воодушевить своих бойцов, поднять их дух и повести за собой. Տանկը որ գալիս է հրամատով որովը 10-ում դա ամեն մարդու բան չէ, էլի շատ-շատերը կարող խոսում են կինոներում տեսնում են բան, բայց Կամոն այդ տղաներից մեկն է, որ մինչև անգամ տանկը որովը անցնել է, այնց հետո ինքը նռնակը գցում է եւ տանկը պայթեցնում է, հետո այդ տանկիստներին էր խփում է եւ այդ տանկիստների ավտոմատներն է վերցնում է, այսօր ջան ասում ախր դե 3 հատ էլ տղա ունեմ ասում է, էլի 3 հատ էլ տղա ունեմ, 3 հատ ավտոմատից պետք է։ Այդպես ինքը մտածում էր, որ ինքը իր պայքարը, իր պատերազմը նաև շարունակվելու է սերունդ եւ մտածում էր, ասենք, որ այս պատերազմը նաև իր տղաներն են շարունակելու։ Օրինակ ծառայում տողրանց սովորությունում է, խորհուրդ էր տալիս երիտասարդներին օգնում էր ահագին։ Քանի անգամ Կամոյի հետ մարտական գործողության եղել ենք, մասնակցել ենք, մենք նկատել ենք քաջությունը, իրան հայրենասիրությունը, միշտ էլ ինքը ցուսաբերել է որպես հայրենասիր, որպես քաջ զինվոր, հայ ազգի զինվոր։ Կամոն կարողացավ շատ կարճ ժամանակերով ինքը դառնալ եւ ռազմական ինստրուկտոր եւ որպես հարահանգիչ, դաստիարակցական գծով կարծես թե պատրաստի մի հրամանատար էր եւ իր խոսքը կշիռներ կրծեր զինվորների, սպաների համար։ Ժամանակ ախր նոր էր ձևավորում, դասակ, վաշտ, գումարտակ, ժամանակ ով հեղինակություն ուներ, ով լավ կռվում էր, նրա դուխը ավելի բարձր, քան նշանակված հրամանատարը։ Իհարկե։ Ում ասեմ Կամոն միշտ եղել է առաջնորդ, Կամոին բոլորը լսում են։ Կամոն ստիպված եղավ մոռանալ արվեստի մասին։ Նրա ձեռքում միայն ավտոմատն էր, իսկ կրծքի վրա թաքցրած Աստվածաշունչը։ Նա մարտնչում էր ազատագրելով Քելբաջարը եւ հարազատ Մարտակերտի գյուղերը։ Եվ վերջապես եկավ այն ամենասպասված ժամը, երբ նա եւ իր ընկերները ետ վերցրին իրենց Մարտակերտը։ Բրոնեժիլետի հետևում ասում գրպանիկ էր կարել ու այդ Աստվածաշունչը մշտապես իր գրպանում էր։
մարտերի ընթացքում, մարտական գործողություններից հետո վերլուծությունների ժամանակ միշտ էլ հնչում էր նրա անունը, որպես վճռորոշ գործողություն կատարած այդ ուղղություններում, որտեղ մենք հաջողություն ենք ունեցել։ Еще гремела война, но Камо поклялся, что больше никогда не оставит врагу свой город. Չկա տենց կրվող տղա, որ չցանկանա որպեսզի վերադառնան իր հայրենիք եւ իրենց տունը շենացնեն։ Մի տարի հետո ազատագրեցիք Մարտակերտը եւ Կամոն իհարկե առաջի շարքերում էր։ 1993 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը փորձ արեց փոխել պատերազմի ընթացքը։ Նա հսկայական ուժերով գրոհեց ամբողջ ճակատով։ Մարտեր ծավալվեցին Օմարից մինչև Ֆիզուլի։ Դեկտեմբերի 27-93 թվականի հակառակորդը նախապատրաստվեց, այդ ամիսները օգտագործեց եւ ամբողջ Ղարաբաղյան ճակատով անցավ լայնածավալ հարձակման։ Թալիշի ուղղությամբ հակառակորդը մեծ ուժերով նորից սկսեց մարտական գործողությունները։ Սկզբում հրետակացություններով, անհետև եւ հետևակ եւ օդուժ եւ հրետանի ծանր տեխնիկա։ Азербайджанцы рвались и к Мартакерту. Ситуация была критической. В бой пошли лучшие и самые опытные воины Мартакерского направления. Среди них был и Камо Мамунц. Մեր պաշտպանական շրջանի հրամանատարը Աշոտն էր Արուշանյան։ Աշոտը վերցրեց շտաբի բոլոր աֆիցերներին, թիկունքից, բանից, որտեղ բոլորին հանեց առաջնային դիրք, որտեղ վիճակ չկար։ Ադրբեջանցիները ամրացան Մադաղիս գյուղի մոտ կարևորագույն բարձունքներից մեկում եւ սպասում էին օժանդակ ուժերի գրոհը շարունակելու համար։ Նրանց պետք էր ամեն գնով դուրս մղել այդտեղից, սակայն եւ մարդկանց պակաս կար եւ ժամանակի։ 93-ի դեկտեմբերի 27-ին այդ հուսահատ մարտին գնաց նաեւ Կամոն 3 ընկերների հետ։ Եթե մի բանը պիտի որոշել, որ աներին պիտի անպայման անել, կամ մի առաջադրանք պիտի առաջադրանքը ստանում, խնդիրը ստանում, ինքը անպայման պիտի կատարել, առանց մնացորդի, առանց որևէ այլ մաները պիտի կատարել։ Այդ պատասխանատվությունը իր մեջ շատ մեծ էր։ Камо Мамунц и его друзья погибли в неравном бою, но враг был остановлен. Камо выполнил свою клятву больше никогда не пустить врага в Мартакерт. Իմ հիշողության մեջ նա մնացել է որպես ամենախիզախ տղաներից մեկը եւ հենց ջոկատում էլ այդպես էին իրան ընդունում եւ նույն խիզախությամբ էլ նա զոհվել է Մատաղեսի բարձունքներում հակառակորդին դիմակայել է։ Անմիջապես անցնում են գրոհի մերոնք, հա, եւ խնդիրը լինում, որ Մադաղից Ղարալար այդ ուղղությունը դեպի Թալիշ ուղղությունը պետք է ազատագրեին։ Եվ այդ մարտին, որ շատ վատ անբարենպաստ պայմաններ ա եղել մարտը վարելու, շատ անձրևային եւ շատ անպամած, մեկը մյուսին չէին տեսնում, այդ մարտում Կամոն հերոսաբար խփվում է արդեն հասած հակառակորդի դիրքին Կամոն մինայի վրա այնտեղ մինապատած եղել, պայթում է վիրավորում եւ հակառակորդը իրան խփում է։ Եվ կաղնեցրվեց, այդ օրը հենց կաղնեցրվեց հակառակորդի առաջ խաղացում։ Ադրբեջանցիներին հետ շպրտեցին, բայց մարտակերտցիները չկարողացան հրաժեշտ տալ իրենց զոհված ընկերներին։ Կամոյի եւ նրա ընկերների մարմինները գտնել չհաջողվեց։ Կամոն զոհվում է եւ այնպեսի խառնաշփոթություն է լինում այնտեղ, որ Կամոյի դին մնում է հակառակորդի մոտ։ В апреле 94-го готовился обмен телами погибших воинов. Командир отряда Владимира Сурен Галстян потребовал от азербайджанцев указать место, где погребены тела Камо и его друзей. Մեր բոլորի համար դա անընդունելի երևույթ էր այդ ժամանակ, ոնց կլինի այտենց, որ դին մնա հակառակորդի մոտ։ Ագին դիակներ ենք փռում հակառակորդի, թվով երևի կարող մի 50-ից ավել մոտորապես։ Եվ հակառակորդը ուզում է որ իմ հետ հանդիպի, ուրեմն իրաց գումարտակի հրամանտար ուզում է իմ հետ հանդիպի։ Մոտ էլ հետաքրքրություն առաջացավ, որ ես նույնպես հանդիպեմ իրանց հրամանատարի հետ, չեզոք տարածքում, սահմանված կարգով, անվտանգության կանոնները պահպանելով, եւ կարողանամ իրանցից իմանամ, որ մեր տղաների Մամունց Կամոյի հետ միասին, ովքեր որ եղել են, ուրեմն այդ տղաների դիակը միգուցե կարողանանք դիակները գտնենք էլի։ Կամոյի եւ նրա ընկերների մարմինները գտնել չհաջողվեց։ Նրանց թաղված տեղը համաձայնեց ցույց տալ Վասիֆ անունով մի ադրբեջանցի հրամանատար։ Սուրեն Գալստյանը խոստացավ դրա փոխարեն ադրբեջանցիներին տալ նրանց բոլոր զոհված զինվորներին։
ադրբեջանցիների մոտ պատանդ մնաց հայ մարտիկներից մեկը։ Պատմում եմ իրանը, որ այսինչ դիրքում, այսինչ օր, այսինչ ժամանակ ցենց մարդ է խփնվել։ Ասեք, հա, ժամանակ ես պատրաստ կնեմ ձեր դիակները տամ։ Ուրեմն այս Վասիֆը ուրեմն բացատրում է, որ որտեղ է ձեր դիակները։ Ասում է ես եմ եղել, իմ պոստն է եղել։ Ասում կարաս գաս ցույց տաս։ Ասեց կգամ, բայց քո տղաներից մեկին պիտի թողես իմ մոտ։ Тела погибших героев были найдены. Азербайджанский командир вернулся к своим, а армянский солдат в отряд Владимира. Договор был с честью выполнен. Վասիֆին բերում եմ միտեղ ցույց է տալիս այդ դիրքին այդ մոտ, եւ այդ 4 դիակը մենք հանում ենք։ Կապ չունի թե պայն հակառակորդ է, բայց ես կարծում եմ որ ցանկացած պատերազմում նաեւ ջենտլմենությունը, չէ, միշտ արիությունը պետք է միշտ կարողանաս պահպանես։ Այդտենց մենք կարողանում ենք հայտնաբերենք, բերենք, հուարկավորենք։ Մարտակերտը հրաժեշտ տվեց մարտիկին եւ արվեստագետին Կամո Մամունցին։ Ծնողների մոտ այդ ժամանակ ոնց որ ինքը տխուր էր, իրանք զավակ են կորցրել, հերոս զավակներ են կորցրել, բայց ոնց որ մի հատ մխիթարություն էր, որ գոնե դիակը կարողացան գտան Պուշկին յալի ձախ թե որ կոչվում է Թազախաչ։ Այդ դիրքը տանո դրել են Կամոյի պոստը, մինչև հիմա էլ ասում ենք Մամունց Կամոյի պոստը։ Կամոյին հուղարկավորում ենք, ճիշտն ասած, իր այդ Թազախաչի մոտ, որտեղ որ իր պոստը որ եղել է, իր պոստից մի քիչ ներքև այդ նույն տեղում իրան Կամոյին բերում ենք, հուղարկավորում ենք։ Семья Камо Мамунца живет в Мардакерте. Двое сыновей Камо продолжают дело отца в искусстве, а младший Геворг готовится стать воином спецназа. А еще растет внук, которого зовут Камо. Ամսնու թափած արյունը մենք ուզում ենք որ իր արյունը այնպես չլինի որ հենց այնպես է թափել որ ինքը նպատակն է որպեսզի մենք խաղ ապրենք մեր բնակավայրերում եկել ենք շնացրել ենք մեր տունը երեխաներին դպրոց են հաճախել բարձրագույն կրթություն են բոլորն ստացել դասերակվել են հայրենասիրությամբ այնպես որ ինչպես ցանկանար իրեն հայրը վայելում ենք հիմա իրեն երեխեքը իրեն ընտանիքը վայելում է այդ հողում հայրենիքում տղաներից Անդրանիկը մեծը էլի նկարչական հակում ունի ինքը սովորել է ոսկերչական իսկ միշներ տղաս ավարտել է կերպարվեստի բաժինը մագիստրատուրան Արցախի պետական համալսարանը հետո մագիստրատուրան շարունակել հիմա ինքը կավագործ է իր գործերը էլի մեծ շատ գործեր ունի, ասինքն փաստորեն ժառանգապար է։ Կամոյի պես հերոսի կերպարով դա կլինի լավագույն օրինակը մատաղ սերնդին ինչպես դաստիարակել է, ինչպես նաև Կամոյի հիշատակը վարպայելու համար։ Շնացնելու ենք մեր Մարտակերտը եւ ապրելու ենք մինչեւ վերջ Մարտակերտում։ Այստեղից մենք ուրիշ տեղ չունենք գնալու։ Կամո Մամունցին շնորհվել է Արցախի մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան եւ Հայաստանի արիության մեդալ։ Նա չտեսավ իր երազանքի մարմնավորումը, ազատ ապրող Արցախը, բայց հայ ժողովրդի սրտում պետք է ընդմիշտ մնա հրաշալի ստեղծագործողի, հայրենասերի, ուսուցչի եւ բարի քրիստոնյայի Կամո Մամունցի հիշատակը։ Ինքը կրվել է հանուն Մարտակերտի շրջանը ազատագրման համար եւ մենք կատարում ենք իր պատվիրանը ու ապրում ենք Մարտակերտում։ Նման մարդկանց մենակ ես համարում եմ որպես հերոս տղեկ, նրանք կամինս թանկ իրենց, ամենակյանք նվիրել են հայրենիքին եւ հերոսացել են հողի համար։ Կամո Մամունցի անունը հավերժ կմնա Արցախի հերոս պաշտպանների շարքում։ Սա այն մարդիկ են, որոնք գիտակցորեն հոգու կանչով լծվեցին։ Բարձր գիտակցությամբ ազգային ինքնագիտակցությամբ։ Մենք թերևս կորցրել ենք աշխարհահռչակ մի քանդակագործի, մեծ բանաստեղծի, մեծ մտավորականի, բայց մարդը իր կյանքը զետեղեց այդ հերոսների շարքում, ովքեր որ իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի։ Камо Мамунц нес в себе добро, красоту и веру в Бога. Но судьба заставила его взять в руки оружие и сражаться за свободу, за справедливость. И Камо Мамунц отдал свою жизнь этой борьбе, и поэтому он герой.